Գրեթե 4500 մարդ է զոհվել Վենեսուելայում, ավելի քան 16700 վիրավոր կա, մոտ 3 շաբաթ առաջ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Ըստ տարբեր աղբյուրների, հազարավոր մարդիկ հարազատների մասին լուր չունեն։ Փրկարարական խմբերը շարունակում են մարդկանց որոնել շենքերի քարե կույտերում։ Պաշտոնական տվյալով փլատակներից հաջողվել է ողջ դուրս բերել գրեթե 6500 մարդու։ Վենեսուելայի վերջին 125 տարվա պատմության ամենաուժեղ երկրաշարժը ավելի քան 17900 մարդու անօթևան է թողել։ Չնայած ողբերգական իրավիճակին, աղետից ամենաշատը տուժած Լա Գուայրայում որոշ խանութներ արդեն վերաբացվել են, բայց փողոցներն առաջվա պես մարդաշատ չեն, պատմում է քաղցրավենիք վաճառող խանութպանը։ Այստեղ նաև բանկ, հագուստի խանութ, առևտրի կենտրոն կար։ Փողոցը չափազանց մարդաշատ էր։ Ինչպես տեսնում եք, ամեն ինչ ավերվել է։ Միայն ես ու մի քանի հոգի ենք մնացել։ Նույն փողոցում վերաբացված հացաբուլկեղենի խանութում ստիպված են կրճատել հացի տեսակները։ Հիմա միայն ամենավաճառվող տեսակներն են թխում։ Մենք սահմանափակումներով ենք աշխատում, էլեկտրաէներգիա չունենք, բայց գեներատոր ունենք, նախկինում մի քանի տեսակի հաց էինք թխում, հիմա միայն ամենաանհրաժեշտները։ Էլեկտրաէներգիայի խափանումները վենեսուելացի հյուսնին են խանգարում։ Գիլեմերոն արդեն ավելի քան 200 դագաղ է նվիրաբերել երկրաշարժի զոհերի ընտանիքներին։ Օրական 40-ը կպատրաստի, եթե լույս ունենա։ Շատ մարդասիրական օգնություն է տրամադրվում և դա հիանալի է, բայց մտածում եմ, լավ իսկ մահացածների մասին ինչ կասեք։ Ռոյթերզի վերջին տվյալով երկրաշարժի տնտեսական վնասը գնահատվում է մոտ 7 միլիարդ ԱՄՆ դոլար։ Անցյալ շաբաթ Միավորված ազգերի կազմակերպությունը հրատապ կոչ արեց մոտ 300 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն ցուցաբերել Վենեսուելային։ Մարիամ Ամիրջանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։